Ուրեմն ես գրի եմ արել են հիմնավորները, որ ներառող դատախազը ներկայացրել է, եթե դուք առանձին անուններով պաշտպանական հարաբերացավ, ես երկար ժամանակ չմտի ձեզանից, ուրեմն նախ հետաքրքիր է կարծում եմ, որ ինքը ներառող դատախազը նշում է, որ նախորդ գործում նույնասեռ խոսքերը կամ գրեթե նույն կրկին խոսքերը այն խափանման միջոցը, որը ընտրված է եղել, ամբողջությամբ իզոլու եղել, զսպել բոլոր հնարավոր ռիսկերը, որը թվարկում է եւ նախորդ անգամ թվարկել է ներառող դատախազի այս նույնասեռ կամ նույն գործում երբ որտեղ հանգամանքի փոխվել, ես տրամաբանություն չեմ հասկանալու, բնդեր, որ այս անգամ դրանք չպետք է լինեն։ Ուրեմն նոր ենթադրյալ անցանք կատարելու մասին, որ եթե մի փոքր հնարավորություն ունենանք, ուրեմն ես ուղղակի հիշեցնեմ, գուցե չգիտեմ որքան խափանման միջոցից, փուլերով է փոխվում մեր խափանման միջոցը, առաջին երկու ամիսը կարանից հետո խափանման միջոցը ենթադրում է, որ մենք իրավունք չենք ունենալու առհասարակ վարել մեր հեղինակային ոդքասթը եւ դատավորը դա բացատրում է հանգամանքով, որ գուցե միջավայրը, որում մենք մեկ տարի եւ ավել վարել ենք եւ հաղորդումը, մեզ բերի վիճակի, որտեղ մենք պատահական չտիրապետելով մեզ վերադառնանք այն գործողությանը, որը քննվում է այն, որսի հասկանանք կա այդտեղ թե չկա այդ ներդրանքը, 2 ամիս թե 4 ամիս հետո չեմ սպառնում, մենք այդ հաղորդումը չենք վարել, դրանից հետո, բայց որ եղել են ուրիշ երկրներում, դա արգելված չի եղել եւ երբ դատարանը տեսել է, որ մենք ի վիճակի ենք եւ քննվում է ինչ-որ հարց պահել կարգադրությունը, որ արել է դատարանը, մեզ թույլատրեց ուրեմն վարել մեր հեղինակային ոդքասթը։ Դրանից է ամիսներ մենք վարել ենք այդ ոդքասթը եւ չի գտնվել գետ խախտում մեր վարելու ընթացքում։ Այսինքն մենք ցույց ենք տվել նաեւ, որ հենց նույն ոդքասթը մենք ի վիճակի ենք վարել, այն պայմաններում, երբ դեռ քննվում է թե այդ բառակազմը անհանցանա հանցան թե չէ, զեց մնան դրա կիրառված։ Երբ խափանման միջոցը փոխվել արդեն որը արգելք չի եղել, համարելով, որ այդ բառակազմը չի հանդիսանում գրականություն եւ առհասարակ քրեական հանցակազմ, անձամբ ես վերադարձել եմ այդ բառակազմին, չհատելով որը խափանման միջոց։ Կրկին, երբ դա եղել է խափանման միջոց, ես ամբողջությամբ կատարել եմ։ Ուրեմն նույն դատախազը, նույն կատարումը, այնպես է ստացվել, մոտ մենք այս տարի առաջ փաստացի պնդում էր, որ իմ Ռուսաստանի քաղաքացի լինելու հանգամանքը բարձր ռիսկ է պարունակում երկիրը լքելու, արդարադատությունից փախնելու եւ այլն, այդ ժամանակ փաստացի ստացվեց այնպես, որ դատարանը վստահեց, որ ես չեմ գնալու երկարի եւ պրակտիկան փորձը ցույց տվեց, թեպետ ես այդտեղ եմ խոսքում ասել, որ դա իմ համար ամոթալի է, որ ես փախնեմ այս երկրից, ես 8 տարի պայքարում եմ այս ամեն ինչին, իմ այլն փախա։ Դա բացառված բան է, դատարանը իվախությունից վստահեց եւ մենք տեսանք, որ մինչեւ գործի ավարտը եւ դրանից հետո իդեպ եւս ես ոչ փախել եմ, ոչ պատրաստվում եմ փախել, այսինքն ունենք արդեն իմ օրինակով պրակտիկ փորձ քաղաքացիությունը, որը իմ երկրից լքելու մտադրությունների վրա չի ազդում եւ այդ մտադրությունները չկան եւ բացառվում է, որ լինեն։ Հաջորդի, ուրեմն ներառող դատախազը իր բարելով ասեմ, պնդում է, որ ես բնականաբար կփորձեմ հանդիպել ուրեմն վկայի ես դեպքում մեկնա, վկայի հետ եւ ազդել իր վրա, բնականաբար բարակարգում երևակայության ուղղակի ազդեցությունով, դեռ ոչ մի բնական բան ես այդտեղ չեմ տեսնում, հատկապես հաշվի առնելով, որ մեր նախորդ գործող երկու վկաների հետ մենք որևէ կապ չենք հաստատել, ավելին ձեզ ասեմ, գործի ավարտից հետո առաջին ատյանը վերջացավ, քանի որ նախորդ գործող վկաներից մեկը մեր ոդքասթի հետևորդել եւ շատ հավանում էր մեր ոդքասթը, իրան օտար ցանկություն մեզ հետ հանդիպելու, մենք խնդրել ենք հասկանալու իրավիճակը, խնդրել ենք ասել ենք Տաթև ջան, հասկացի, որ դեռ շարունակվում է, այլ ուղղակի խոսակցություններից բանից զերծ մնալու համար, մենք շատ ենք ուզում քեզ հետ ծանոթանալ, շատ ուրախ եմ, որ նման հետևորդներ ունեն, որոնք դատարանում ունենում են այդ խիզախությունը այդ խոսքերով ասել, ու մենք ենք զերծ մնացել, նույնիսկ ընկերական ծանոթանալու։ Մյուս կնոջը անկեղծ ասում, անուններ չեն հիշում, ու որևէ կապ այդ կնոջը չեն ունեցել, բնականաբար, այստեղ արդեն բնականաբար, ելնելով նախորդ գործից, որևէ ցանկություն կամ մտադրություն, որ գնալ է այս գործով վկայի հետ, ուրեմն հանդիպել եւ շոբան փորձել հասկանալ չկա, մի շատ պատճառներով այդ թվում ես հերքեն այն, որ իրենց դեմ է խոսում, ես եթե լույսուններ իրավունք ասել ինչ-որ ես դեպի վառապես ծանոթացում ես ինչ-որ չունեմ թե չունեմ։ Ուրեմն դեռ ասում եմ նայել եմ զայրացել եմ
ես կողմ եմ, որ նման բարամտեր չունի, ինչ մտանքներ։ 100,000 մարդիկ զայրանում են ամեն օր եւ դիպում են դիպոր փաշինի հարցազրույցներ հետո զայրացել է դե չունի ուզում։ Շատ մարդիկ զայրանում, մարդիկը նամաս մեսիջ կարգի տղեկ են։ Նորմալ է, ես այստեղ իմ դեմ ոչ մի բան չեմ տենում, այնքան չի համապրում, ցավ եմ։ Դա ինչ վերաբերում է ՀԿ-ի վրա ազդեցությանը։ Այս 5-ն էլ ես ինչ նշել եմ, նման այլ բան երկու թեստային մասերի չունեմ։